միայն հենց այդ գեղագիտական, էսթետիկական գործառույթն է մնացել։ Այսօր ժամանակակից մարդուն ինչ կարող է տալ գրականությունը ձեզ։ Հայ, ավստրիական, եվրոպական, ասիական գուցե։ Հա, այսինքն աշխարհայացքը փոխվի։ Ամենակարևորը այդ է, որովհետև բոլորս, մենք բոլորս հենց առօրյա հարցերի մեջ ենք, մեր հոգսերի մեջ ենք, մեր քարոզական, տնտեսական հարցերի մեջ ենք, եւ արդեն չենք կարող գոմնորոշվել, թե ինչն է կարևոր, ինչ չի կարևոր։ Գրականությունը կարող է փրկի մարդկանց հենց այս առօրյա բաներից, որը չի նշանակում, որ այսինքն էժան սպոպանք լինի, բայց որ կոնե փոխվի աշխարհայացքը, որ ազատության ուժը, ասենք, զգացողությունը ազատության նկատմամբ ուժերանա, անկախության նկատմամբ։ Եվ այդ փրկության գաղափարը նաև գուցե վերադառնալով բուն թեմային, գուցե հենց գրական տապանի հետ էլ է առնչվում։ Այսինքն այստեղ հավաքված, այս միջոցառման շրջանակներում հավաքված մարդիկ, հայեր, եվրոպացիներ պետք է փորձեն, որպեսզի կապեր ստեղծվեն, գրականություն ներկայացվի եւ մարդկանց ուղղորդի դեպի այդ փրկությունը։ Հա, գիտեք, բացապես թարմ օդ է պետք։ Եվ եթե արտասահմանից եկած հեղինակները այստեղ իրար հետ միասին են, բայց միևնույն ժամանակ հայերի եւ հայ հեղինակների մասին է, դա նշանակում է ազատություն։ Դա նշանակում է, որ սահմանները այդքան էլ կարևոր չեն։ Դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչվում է արտասահմանում։ Դա նշանակում է, որ այս երկիրը այդքան էլ գերզիացված չի, չնայած դրան, որ այսինքն պայմաններ կան, որ ներշնչում են այդպիսի մի հասկացողություն, որ այդ գերզիացված վիճակը անպայման այսինքն ամենավերջի փուլը չի, այսինքն պետք է ապակայի համար ինչ-որ նոր մթնոլորտ ստեղծենք եւ թարմոտ, այսինքն բանաստեղծությունը ստեղծում է թարմոտ նույնպես էլ ուղեղի մեջ, սիրտի մեջ։ Մենք չընթերցեցինք ոչ մի հատված, ինձ եւ գուցե հեռուստատողներին հետաքրքիր կլիներ գերմաներեն լսել ինչ-որ մի հատված։ Ձեր ընտրությամբ գուցե մի հատված ընթերցեք եւ թարմ օդը զգանք արդեն գերմաներեն։ Okay. Հա, ես չգիտեմ, ասինքն բազմից մի քանի նախադասություններ կա։ Գուցե, այո։ Ձեր կողմից սիրված ինչ-որ մի հատված։ Միայն հնչողության համար, որ այսինքն քոնը զգանք թե գերմաներենով ինչ է դա։ Մի րոպե։ Սա սկսենք։ Հա, երևի Արփի Ոսկանյանի մի պատմված կա, նույնպես հենց այդ սովետական մթնոլորտի մասին։ Ich fuhr vom Sommerurlaub nach Hause zurück, erholt und müde von der Erholung. Der Autobus war gelb, alt, ein quietschendes Etwas, eine alte Kiste, wie sie in den Dörfern noch unterwegs waren. Auch an den Gesichtern, den Kleidern und dem Gepäck der Menschen konnte man erkennen, dass der Autobus aus den Dörfern war, nicht zuletzt auch wegen der Hühner, Truthähne, Schweine und Schafe, die da und dort Lärm machten und zappelten. Sitzplatz gab es keinen, doch die Leute stiegen immer noch ein, richteten sich auf den Kartoffelsäcken ein und schoben volle Eierkartons, mit Milch und Joghurt gefüllte Colaflaschen, Säcke mit Käse, aus denen die Salzlake tropfte, unter die Beine der Sitzenden. Շնորհակալություն։ Ես իհարկե չհասկացա եւ կարծում եմ հեռուստադիտողների մի մասը գերմաներեն կիմանան եւ կհասկանան։ Ամեն դեպքում հայերեն զրույցը հետաքրքիր է, շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն ձեզանից։ Գրող թարգմանիչ, նաև 2011 թվականի գրական տապան մշակութային նախագծի մասնակից Հերբերտ Մաուրերի հետ խոսում էինք եվրոպական եւ հայ ժամանակակից գրականության խնդիրների մասին։ Ես թեև չհասկացա գերմաներեն այս ընթերցված հատվածի բովանդակությունը, սակայն կարող եմ փաստել, որ ժամանակակից հայ գրականությունը հետաքրքիր է, ինչ լեզվով որ լինի եւ հատկապես իհարկե հայերենով, անպայման ընթերցեք, ծանոթացեք եւ հետո միայն մերժեք։ Ցտեսություն։